Առաջին եթերում հարցազրույցն է։ Ուղիղ 22 տարի առաջ 1992 թվականի փետրվարի 25-ին 26-ին հայկական զինված ուժերը կազմակերպեցին մարտական գործողություն նպատակ ունենալով ապաշրջափակել Խոջալու բնակավայրի մոտակա օդանավակայանը եւ վնասազերծել հակառակորդի հենց Խոջալույում գտնվող կրակակետերը, որտեղից 91 թվականի գարնանից Արցախի բնակավայրերը ադրբեջանական օմոնականների կողմից, հատկապես Ստեփանակերտը, պարբերաբար ենթարկվում էին հարձակումների, ալազան տեսակի կայանքների եւ գրադ տեսակի ռեակտիվ համազարգային կայանքի կանոնավոր հրետակոծումների։ Խոջալույի ազատագրման այս հիմքերը բնականաբար այսօր ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեղեկատվությունում բացակայում են։ Խոջալուն Ադրբեջանի համար բոլորովին նոր նշանակություն եւ նպատակ է ձեռք բերել։ Քաղաքագետ Լևոն Մելիք Շանազարյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարող եք ի վերջո գոնե 22 տարի անց ասել, ինչ է ուզում Ադրբեջանը ստանալ Խոջալույի պատմության ձևախեղումից։ Ադրբեջանը այսօր իսկապես շատ մեծ աղմուկ է բարձրացել, հատկապես վերջի 4-5 տարիները Խոջալույի շուրջ հսկայական գումարներ է ծախսում եւ փորձում է դրանով մի քանի խնդիր լուծի։ Խնդիր համար 1 եւ դա շուտվանից է դրած իրանց արժեվ, դա այն բարի համբավը, որը ձեռք է բերել հայ ժողովուրդը ամբողջ աշխարհով մեկ, խփի այդ ոտի քանդի այդ համբավը, այսինքն ներկայացնի հայերին ճիշտ այնպես, ինչպիսին իրան կուզենային, որ լինեին հայերը։ Երկրորդը իհարկե ձեռք բերելով եւ դա ստացվում է դանդաղ, շատ քիչ, բայց կամաց տարբեր աֆրիկական պետություններում կամ տարբեր նահանգներում կամ առանձին քաղաքներում, նույնիսկ օրինակ Հունգարիայի քաղաքներում եւ այլ դա իրանց մոտ հաջողվում է ձեռք բերել իրավական հիմքեր ներկայացնել Արցախյան շարժումը կամ Արցախի հանրապետության հռչակումը ձեռք բերել որպես ցույց տալ աշխարհին որպես դա դրոայինների ինչ որ կիսաքրեական նույնիսկ շարժում, որ այնտեղ եղել է եւ դա պետք է ասեմ, որ մեր կողմից դեռ արժանի պատասխան չի ստանում։ Ես դա միանգամից պետք է ասեմ։ Ադրբեջանը շատ լուրջ է դրա շուրջ։ Եթե այդպես, ապա մենք ինչի ենք սպասում, այդ ձնագնդին գլորի ինչ որ տեղ հասնի, ինչ որ հետևանքներ ունենա։ Դժբախտաբար այդ հարցը տվյալ դեպքում ինչ չի պետք որ վերաբերվի, որովհետև այն ինչ հնարավոր է անի մարդը, օրինակ տվյալ դեպքում իմ մասին է, ես անում եմ։ Արտան եւս բավական մեծ խմբերով էնտուզիաստներ եւ անցած տարվա ֆիլմը, որ լույս տեսավ, Կրակի եւ Սովի արանքում, հոյակապ իսկապես շատ մտածված, շատ ճիշտ ֆիլմ է, այդ ֆիլմն էլ լույս տեսավ եւ նույնպես հիմնականում էնտուզիաստների գործողության եւ ջանքերով։ Եվ դա պիտի տեսնի աշխարհը։ Դա պիտի ցույց տրվի աշխարհին, դա պետք է արդեն պետությունը կազմակերպի այդ հանդիպումները ժողովուրդների հետ տարբեր, ոչ թե հայերի մեջ ցույց տալ դա։ Դա պետք է դա ցույց տալ մակրոմ Եվրոխորհրդարանը։ Հիմա ես առաջարկում եմ, իհարկե շատ մեծ ժամանակ չծախսենք դրա վրա, բայց գանք այն պատմական հիմքերին, որի մասին ես ակնարկեցի, թե ինչից են օգտվում ադրբեջանցիները եւ ինչ են ձևափոխել այսօր։ Այսինքն նախ ադրբեջանցիները իրենք ներսում, իրենց տեղեկատվության ներսում ունեն հակասություն։ Այո, կա։ Դա հաղթարել են նրանք արդեն։ Ճշտել են իրենց ներսում իրենց։ Չեն ճշտել, բայց հաղթահարել են։ Այսինքն այն մարդիկ, ովքեր փորձում են փնտրել ճշմարտությունը ինչ եղել, դրանք կամ սպանված են, կամ բանտում են, կամ վաճառված են, ինչպես Էյնուլլա Ֆաթուլլահը։ Բայց դա չի նշանակում, որ պատմությունը ջնջված է։ Պատմությունը չի ջնջված, բայց պատմությունը այնտեղ հիմա ներկայացում է ճիշտ այնպես, ինչպես պետությունն է պահանջում։ Մեր կողմից պետք է հակառակ աշխատանք գտնա։ Գիտեք, ես դա ասել եմ եւ ասում եմ, Խոջալուն դա մեր հայ զինվորի հպարտությունն է մեծ։ Ի վերջով մեր զինվորին հաջողվել է փրկի իր ժողովրդին մահից, եւ սովամահից, եւ դրակոսներից, որի մասին դուք ասեցիք։ Եվ այնտեղ ոչ միայն օմոնականներն էին, ինչպես դուք ասեցիք, պարոն Նալցականյան, այնտեղ կան նաեւ կանոնավոր բանակի ստորաբաժանումները, Ադրբեջան կանոնավոր բանակի։ Բայց եթե ուրիշ պետության կանոնավոր բանակի ստորաբաժանումը կամ մեկ ուրիշ պետության տարածքում եւ որը սպանում է եւ կրակում է տերորիստական գործողությունը զբաղվում, ում է պետք այն պետությունը, որ չի կարողանում պաշտպանել սեփական ժողովրդին։ Եվ Արցախի որոշումը տրամաբանական էր, ճիշտ էր եւ տեղին էր։ Գուցե մի քիչ ուշացումը, բայց հնարավորությունները չէին թույլ տալիս։ Խոջալույի պատմությունը մի շարք ադրբեջանցիների գլուխ է արժեցել, սկսած լրագրողներից, օպերատորներից, նաեւ պաշտոնական անձանցից, պաշտպանության համակարգի
Դա ուր տանել, պատմության այդ հատվածը ինչ անել։ Նրանք նախագահ են ունեցել, որը հաստատել է Խոջալույի մասին պատմության իրականությունը, ինչ է տեղի ունեցել, ում դեմ է արվել իրականում Խոջալուն։ Եվ դրա պատճառով 20 տարի չի կարողացել վերադառնալ Ադրբեջանը։ Մութալիբով չի եղել այս պատմության Ադրբեջանի տարեգրության մեջ։ Վերջի 20 տարվա մեջ չի եղել Մութալիբովը։ Այսինքն Մութալիբովը, որը հաստատել է, որը լավագույն տեղյակ է ինչ է տեղի ունեցել այնտեղ, շատ լավ գիտի, որ Խոջալույում մարդիկ չեն սպանվել, մարդիկ սպանվել են Աղդամում, որտեղ Մութալիբովը եւ ժողովրդական ճակատ ունեն 35,000-անոց բանակ, շատ լավ իմանալով, որ մենք բաց են թողել ժողովրդին ազատ դուրս տալ, շատ լավ իմանալով, որ սպանել են այնտեղ, այդքան ինքը ասել եւ շատ լավ հասկանալով ինչու համար են կոտորել այդ ժողովրդին, ինքը այդքան ասել էր, որից հետո Մութալիբովը 20 տարի չի կարողացել դա, 20 տարի փախած է եղել։ Այ երբ ինքը սկսել է հերքել ինքը իրեն, այսինքն մտնել պետական քարոզչության այդ առուի մեջ է մտել եւ ինչ որ ըստ երևույթի նաեւ ներողություններ, ինչ որ խոստումներ է տվել, նոր իրան թույլ են տվել վերադառնալ Ադրբեջան եւ ապրի այնտեղ։ Մեզ հայտնի է ժամանակագրությունը Ադրբեջանի վերնախավը երբ որոշեց հենվել այս տեսակ միտումների վրա, ում օրոք ավելի շուտ։ Հեյդար Ալիևի ժամանակ Սա շատ հետաքրքիր հարց է իսկապես եւ շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետեւ երկու փուլ է անցել Խոջալույի դեպքերը։ Առաջին անգամ երբ նոր էր եղել Խոջալուն, Ադրբեջանը եւ որոշակի իրականությունը ճշմարտացիորեն ներկայացում է։ Այո, եւ ստիպված էին եւ ստիպված են ինչ որ դեր թարը մեր դեմ մարդիկ կենթանին, այն մարդիկ եւ լրագրողները նոր էին դել, այսինքն ականջի վրա էր այդ ամենը։ Ադրբեջանը փորձեց մեղադրանք առաջացնի հայերին, բայց եւ հասցրեց հարցը միջև ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովին, որտեղ քննարկումներից հետո այդ հարցը տապալվեց Ադրբեջանի կողմից։ Երկրորդ շարունակությունը դրա ստացվեց եւ երբ Հեյդար Ալիևը եկավ եւ դարավ նախագահ։ Այ Հեյդար Ալիևի օրոք աշխատում էր Միլի Մեջլիսի հանձնաժողովը հատուկ Խոջալու ուսումնասիրելու համար եւ քննչական խումբ։ Այդ քննչական խումբը դեռ սովետական քննիչներ էին, կրթություն ստացած, փորձ ունեցող, ըստ երևույթի շատ մոտ էին հասել իրականությանը, որովհետեւ 94 թվականի մարտի 31-ին Հեյդար Ալիևի հրամանով քննությունը կանգարվեց, հանձնաժողովը ցրվեց։ Եվ այդ հարցը փակվեց ընդհանրապես մինչև 98 թիվը։ Այ 98 թվին, երբ Ալիևի արդեն դիրքերը ամրացել են Հեյդար Ալիևի մասին Այսինքն եղել է 4-ամյա պաուզա այդ։ 4-ամյա ընդհանրապես պաուզա։ Խոջալու բառը չեն օգտագործել 4 տարի։ 94 թվի մարտի 31-ից, կարամ նույնիսկ օրերով ասեմ, մինչև 98 թվի մարտի 26-ը։ Մարտի 26-ին առաջ անգամ Հեյդար Ալիևը նորից հնչեցրեց Խոջալուն։ Խոջալու բառը իր ցեղասպանության հրամանում, ցեղասպանության մասին հրամանում։ Ինչը բերեց նրան այդպիսի վերանայմանը։ Ինքը արդեն հսկում էր այն ամենը, ինչ կատարում էր Ադրբեջանում, այսինքն ել չկար այն ընդդիմությունը, չկար այն լրագրողը, չկար այն քաղաքագետը կամ քաղաքական գործիչը, որը կարող էր ասել, չէ, դա սուտ է։ Սպանված էր ընդդիմությունը։ Բայց դրանք նաև դրանց մեծ մասը չբացահայտված գործեր են, դրանց հետ ինչպես պիտի վարվել։ Ինչ իմաստով են չբացահայտված։ Լրագրողներից մեկը, որ իր տան մուտքի մոտ էր սպանվել, Էլմար Գուսեյնովը։ Այո։ Մյուսը որ կալանավորվեց եւ բանտում անհասկանալի պայմաններում։ Չէ, ինքը դուրս է եկել հիմա եւ շատ հավատարիմ ծառայում է Իլհամ Ալիևին, արդեն այդ մարդը ամբողջովին կոտրվել էլ չկա։ Սպանեցին Էլմար Գուսեյնովին, իհարկե Ֆաթուլայևը հիմա աշխատում է, ծառայում է նախագահային իրենց։ Սպանել են Էլմար Գուսեյնով, որը Ֆաթուլայևի տնօրենն էր մինչ այդ դեպքերը, վերացրեցին Աբու Ալային, Աղդամի դաշտային հրամանատարներից էր, որը սպառնեց, ասեց, եթե ինձ չճնշեն, ես կպատմեմ, եթե ինձ շարունակեն ճնշել, ես կպատմեմ եմ ամբողջ ճշմարտությունը Խոջալույի մասին, մյուս օրը կալանավորեցին եւ 2 ամսում սպանեցին բանտում իրան։ Կոտրեցին ամբողջովին Մութալիբովին, որը կարող էր ասել, սպանեցին Չինգիզ Ֆուատօղլուին, այսինքն այդ ով նկարահանումներն էր արել, այդ հայտնի նկարահանումները, որը Ադրբեջանը ամենտեղ ցույց է տալիս։ Չկան նաև այդ կադրերը այսօր։ Կադրերը կան, բայց շեղված են եւ փոխված են ահագին։ Այսինքն
Սա Դանա Մազալովան, որ ասում է, որ Չինգիզը ուրիշ բան է նկարել, Դանան ճիշտ է ասում։ Չինգիզը առաջ անգամ ուրիշ կադրեր է ցույց տվել։ Դանան ինքն է ականատես, երկու օր հետո երբ տեսնում է դիակները այլանդակ։ Իհարկե, բայց Դանան դրա համար է վստահ ասում, որ սա Չինգիզի կադրերը չեն։ Այն որ հիմա ցույց է տալիս Ադրբեջանը, այդ կադրերը դա իհարկե դա Չինգիզի կադրերն են, բայց երկրորդ փուլի կադրը Չինգիզը այնտեղ եղել է երկու անգամ, փետրվարի 28-ին եւ մարտի 2-ին։ 92 թվականի մասին է խոսքս։ Եվ իրանք այդ կադրերը, որ սկզբից ցույց ետվել, շատ բաներ այնտեղից པարզ երևում, որ այսինքն խաղաղ իրանք ադրբեջանցիները հավաքում էին դիակները, առանց վտանգի, քաղաքացիական հագուստով, առանց որևէ մի փախտվելով հայ զինվորներից եւ այլն, երևում էր, որ տարածքը ամբողջովին ադրբեջանական բանակի հսկողության տակ է։ Ոնց կարող էր հայկական բանակը դար այդտեղ սպաներ, վերադառնար, երկու օր սպասեր, նորից մեկ անգամ արձակվեր այդ տարածքը, միայն թե դիակները այլանդակելու համար, նորից վերադառնար եւ ամեն անգամ թույլ տար, որ օպերատորները դա նկարեն։ Շատ բաներ են այստեղ անտրամադրված։ Ըստ հենց դրա համար ես ուզում եմ մի տեղեկանք եւս ներկայացնել։ Խոջալույի մարտական գործողության ժամանակ հայկական ուժերը ազատել են 13 հայ ռազմագերի, այդ թվում 1 երեխա եւ 6 կին։ Խոջալույում եւ նրա մերձակայքում հայտնաբերել խաղաղ բնակիչների 11 դի։ Տարածք, ուր հետագայում նկարահանվել էին կադրեր սպանվածների մարմիններով, գտնվում է Աղդամից 3 կիլոմետր, Խոջալույից 11 կիլոմետր հեռավորության վրա, ինչը դուք նկարագրում եք։ Եվ մինչև 93 թվականի ամռան Աղդամի անկումը գտնվում էր ադրբեջանական կազմավորումների մշտական վերահսկողության տակ, ինչը բացառում է այնտեղ ղարաբաղյան բանակի մուտքը։ Սա ինչպես ջնջել Խոջալույի պատմությունից։ Գիտեք, Ադրբեջանը երբեք չի օգտագործում Աղդամում կատարված ողբերգություն արտահայտությունը։ Իրանք հատուկ ասում են Խոջալույի ցեղասպանությունը, Խոջալույի ողբերգությունը, անընդհատ փորձելով տեղափոխել իրանց դիակները Խոջալույում։ Սակայն մենք ունենք եւ իրանց գրած գրքերը եւ իրանց այն ժամանակ նոր վկայությունները, որտեղ պարզ ասում է, ոչ 3 կիլոմետր դու շատ ես ասում, իսկապես դա Աղդամի մոտակայքում է եղել, այսինքն Աղդամի վերջի տները եւ Խոջալույից եկած ժողովրդի առաջի դիակների արանքում 7-800 մետր, ոչ ավել։ Բայց բանակը իրանց բանակը շատ ավելի առաջ է եղել։ Ինքը բանակի թիրունքում է դա եղել։ Իսկապես Աղդամում Խոջալույում գտնվել է 11 դի խաղաղ բնակչության։ Եվ իսկապես մենք այնտեղ ազատել են 13 հայ պատանդի, 6 տղամարդ, 6 կին, 1 երեխա։ Եվս մոտ 30 պատանդ չեն գտնվել։ Հայ պատանդները, որ այդ գյուղում են եղել։ Եվ առայսօր հայտնի չի։ Առայսօր իրանց մասին ոչ մի բան հայտնի չի։ Եվ ես կասկածում եմ եւ շատ լուրջ կասկածանքներ ունեմ, որ իրանց այդ դիակները, որ հաշվարկում են, այդ դիակների մեջ են այդ մարդիկ։ Այսինքն գումարել են իրանց դիակները։ Որպեսի թիվ ներկայացնեն։ Որպեսի թիվ։ Հիմա գանք թվերին, շատ արագ։ Այս թվերն էլ են շատ հակասական, հենց ադրբեջանական տեղեկատվության կողմից։ Մի պահ եղավ, երբ ասեցին 100 սպանված կա այստեղ, հետո 1234 միանգամից, ես այդ թվերն առանձնացել եմ, հետո հասկացել են, որ այդքան բնակիչ չունի Աղդամը, իջել են 450, այս մանիպուլացիան ինչու է արվում թվերին։ Գիտեք, ես ավելին ասեմ, թիվ է եղել 4500 նաև, 92 թվին, նաև 4500։ Աղդամի եռապատիկը։ Խոջալույի, ներողություն, Խոջալույի եռապատիկը։ Նույնիսկ 4500 թիվ է եղել։ Իրականում թիվը ըստ երևույթի 400-ի մոտ է, որովհետև ես մի քիչ ավելացնեմ ձեր ասածը, ադրբեջանական ոչ մի աղբյուրում իսկ շատ տեղ կան ցուցակը։ Իրանք հիմա օֆիցիալ կան առել արդեն 2-3 տարի 613 թվի վրա։ Եվ բաժան են այսքան տղամարդ, այսքան կին, այսքան երեխա։ Եթե կանգ են առել, պիտի հետևից հիմքեր բերեն նաև։ Բերել են այդ հիմքերը։ Թվի վրա կանգ են առել, հիմքը չկա։ Իրանց բոլոր դեսպանատների կայքերում, եթե հիմք պիտի չի լինի։ Գիտեք, 1000-ը դժվար է հավատում։ Այ երբ ասում են 613, կարծես թե մեկ առ մեկ հաշվել են։ Մի քիչ հավատ է ներշնչում այդ թիվը։ Հետո մոտ է, որ հնարավոր է այդքանը լիներ։ Հա 613 զոհ Խոջալույում կարող էր տալ։ Իրականում ոչ միտեղ իրանց ցուցակները շատ են հրատարակում։ Ցուցակում նույնիսկ իրանց դատախազությունը ցուցակով հաշվում է 415, ընդ որում մի քանի տասնյակ ազգանուն կրկնվում են։ Միտեղ դուրում է օրինակ ասեմ Էլշադ Մամեդով, միտեղ դուրում է Մամեդով Էլշադ։
մնացածը ամենահամըննում է։ Այդ ձևի իրականում տրտնում եմ, եթե հաշվենք նաև իրանց զինվորները, այսինքն կոմբատանտները, այլ ով զենքը ձեռքն ա եղել, բոլորին մեկտեղ հաշվենք մոտավորապես 400-450, որոնցից խաղաղ բնակչությունը մի քանի տասնյակ կլինեն, բայց տրտնում եմ, դա Խոջալույի գործողության հետ մեր բանակի գործողությունը որևէ մի կապ չունի։ Դա եղել արդեն այնտեղ։ Հասկանալի է։ Հիմա գանք մեր զրույցի եզրափակիչ մասին։ Ադրբեջանը ակնհայտ է մեծ փողեր է ծախսում այն բանի վրա, ինչը մենք նկարագրեցինք։ Այսինքն երևույթ, որը 99%-ով շատը մտածածին է ադրբեջանական կողմից եւ հակասում է նաեւ ադրբեջանական աղբյուրները։ Ինչու է անում դա։ Մենք դրա մասին սկզբում խոսացին, բայց մի բան լավ է հիշեցրեցիք, ես կուզենայի ավելացնեմ։ Իհարկե, նորից եմ ասում, մեր ազգի համբավը գցել եւ այլը, բայց դա շատ մի կարեւոր բան։ Մենք այսօր բայց կա նաեւ արդեն շատ վատ արձագանք, չէ՞ դրան, չարտարացված արձագանք։ Ամենաթարմը մեքսիկական դեպքերը, եթե չասենք էլի։ Գոնդուրասը ամենաթարմը։ Հա, մեքսիկական, որ ասում եք, որ հանեցին, դրա մասին եք ասում։ Իհարկե, մեր կողմից պայքարը պետք է գնա եւ գնում է։ Քիչ հաջողությամբ, իսկապես քիչ հաջողությամբ, բայց գնում է։ Ադրբեջանը այսօր փորձելու է ավելի շատ փոքր երկրներում, աղքատիկ երկրներում, որտեղ կարող է մի քանի տասնյակ միլիոնով խնդիրներ լուծի, իր քաղաքական խնդիրներ լուծի եւ փորձում է անի։ Մենք պետք է հասկանանք ինչու է դա անում եւ ինչ պետք է դրա դեմ մենք անենք։ Այսինքն ինչ պետք է մենք անենք, ես թվում է, որ պետությունը լավ գիտի եւ պետք է անի այն, ինչի մասին գիտի։ Բայց ես ասում եմ, հիմա Խոջալույով իրան փորձում են հավասարացնել նաեւ ցեղասպանության երևույթը եւ 15 թվի եւ 18-20 թվի այն ցեղասպանությունը, որը հայերի հանդեպ ա եղել Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այսօրվա Ադրբեջանի։ Եվ ամենավարկածներից մեկը շատ տարածված դա է, նրանք փորձում են ծածկել, սկողել Մարաղան, Կիրովաբադը, Սումգայի։ Իհարկե, դրանով ամեն ինչ իրան փորձում են փակեն եւ այնինչ տեղի ունեցել Մարաղայի, որ իսկապես ես ականատես եմ, իմ աչքերով եմ դա այդ ամենը տեսել։ Այդպիսի դաժանություն ես չեմ պատկերացնում, որ մարդի ձեռով կարող է անցնել, մարդ կոչեցյալի ձեռով։ Հիմա մենք որ լռում ենք, իսկապես լռում ենք եւ չեն ունենալով վիդեո կադրեր Մարաղայի մեջ, մենք դա նորմալ ձևով ցույց չեն տալիս։ Նրանք գիտեն, որ վաղ թե ուշ դրա ժամանակը գալու է։ Հիմա ասեն պետությունը ժամանակ չի գտնում, կամ հարկ չի գտնում եւ այլը չի անում, բայց դա մեկը գալու է, փորձում են իսկապես փորձում են սեփական դաժանությունները փորձեն փակել այն երևույթով, որը էլի իրաց ձեռով ասել, բայց հույս կա, որ դնեն մեր վրա։ Եվ եթե դուք վստահ եմ երևի տեղյակ եք, այսօր օրինակ Ինդոնեզիայում 1300 մսկիթներում պետք է արդեն ոչ թե պետք է, այլ արդեն աղոտ կա եղել, խուտբա է եղել, իրանց լեզվով ասել, որտեղ անիծում են բոլոր այն հայ զինվորներին, որոնք այս քայլի դիմել են։ Արդեն կրոնական բնույթ է նույնիսկ տալիս դրան։ Այսինքն մեզ թույլ տանք մի եզրակացություն անել, հարկավոր է այլևս փոխել լեզուն, պիտի մի քիչ այլ լեզվով խոսել։ Մենք պետք է երեք բան անենք եւ անընդհատ եւ ամենտեղ։ Մեկը բացատրենք ինչու համար է Խոջալույի գտնվող տրակակետերը ոչնչացվել եւ դա եւ Ստեփանակերտի բնակչությանը սովից փրկելը եւ այն որ տերորիստական խմբեր են եղել։ Երրորդը մենք պետք է այդ ֆիլմը, որը այսօր ասում են, որ մեր երեխաները արել են, պետք է տարածել ամենտեղ հազարավորներ եւ ֆիլմերով ցույց տալ եւ հատկապես այն ացիաներում, որտեղ որոշում ընդունում է։ Եվ երրորդը մենք պետք է ոչ թե լռեն Խոջալույի մասին եւ ոչ թե հիշեն միայն փետրվարի 25-26, այլ անընդհատ, որովհետև կրկնում եմ, հայ ժողովուրդը եւ հայ զինվորը Խոջալույի գործողության մեջ ամանչելու ոչինչ չունեն, հպարտանալուց բացի ոչ մի ուրիշ բան չկա։ Շնորհակալություն։ Այսքան հարցազրույցների եթերում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյան, հաջողություն։